Նոր հարցումներ են անցկացվել ու պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանին պատրաստ է ընտրել հարցված քաղաքացիների ընդամենը 11.8%-ը, երկրորդ տեղում է Ռոբերտ Քոչարյանը, երրորդ տեղում Դոգը Վարդան Ղուկասյանը։ Ստացվում է, որ չնայած Նիկոլ Փաշինյանի խայտառակ ցածր վարկանիշին, ցածր է մնում նաև նախկին նախագահների եւ այլոց վարկանիշը, նույնիսկ անկում է ապրում։ Սերժ Սարգսյանին պատրաստ է ընտրել ընդամենը 2.1%-ը, նախորդ հարցումների համեմատ անկում է եղել 0.2%-ով։ Ուշագրավ է, որ մի փոքր բարձրացել է Քոչարյանի ռեյտինգը, բայց անկում է ունեցել Դոգի վարկանիշը։ Կրկին հարցված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ավելի քան 60%-ը կամ որևէ մեկին չի ընտրելու, կամ առհասարակ չի մասնակցելու ընտրություններին։ Սա քաղաքագիտորեն ունի մեկ սահմանում։ Քաղաքական ճգնաժամ է Հայաստանում, որը հղի է նվազագույնը 4 հետևանքով, մեկը նոր ռեալ հեղափոխական վիճակ, մյուսը նոր պոպուլիստների իշխանություն, երրորդը տեխնոկրատների վերածնունդ եւ չորրորդ սցենարի դեպքում Փաշինյանը կրկին կընտրվի նվազագույն քվեներով։ Մենք կտանք դիագնոզը, պատմական համեմատականներ կանցկացնենք եվրոպական եւ այլ երկրների հետ, որոնք ունեցել են երբևէ նման պատկեր ու կտեսնենք, թե ինչ զարգացումներ են հնարավոր։ Այնպես որ դիտեք մինչև վերջ։